Time ամսագիրը գրում է, որ Իրանի հետ պատերազմը փոշիացրել է Դուբայի ստեղծած լիբերալ ֆասադը։ Դուբայի գլխավոր խաղաթուղթը միշտ եղել է անվտանգությունն ու անհոգ բարեկեցությունը, սակայն հրթիռային հարվածները կոտրեցին այդ առասպելը։ Իրանական անօդաչուն այրել է քուվեյթյան նավթագիրը հենց Դուբայի նավահանգստում, բայց տեսանյութեր գրեթե չկան։ Իշխանությունները դաժանորեն ճնշում են ցանկացած տեղեկատվության տարածում։ ԱՄՆ-ի իրական ավտորիտար դեմքը ի հայտ եկավ, մարդկանց ձերբակալում են անգամ սեփական վնասված տան լուսանկարը մտերիմներին ուղարկելու կամ մասնավոր խմբերում լուրեր կիսելու համար։ Մինչ ինֆլուենսերները շարունակում են գովերքել աշխարհի ամենաանվտանգ քաղաքը, հազարավոր օտարերկրացիներ փորձում են լքել երկիրը։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն մեղադրվում է տարածաշրջանային աղետների սադրման մեջ, նա Սուդանի արյունալի քաղաքացիական պատերազմի գլխավոր հովանավորներից է, որն արդեն խլել է 400,000 կյանք։ Այս հոդվածը ոչ թե Դուբայի, այլ գլոբալ կապիտալիզմի ամենամեծ պատրանքի մահահոսականն է։ Ահա թե ինչ է թաքնված այս տողերի հետևում։ Դուբայի հիմնական մոդելը հետևյալն է. տվեք մեզ ձեր փողերը եւ լռությունը, մենք ձեզ կտանք շքեղություն եւ անվտանգություն։ Հենց առաջին իրանական դրոնը հարվածեց այդ մոդելին, պարզվեց, որ առանց անվտանգության Դուբայը պարզապես դեկորատիվ անապատ է։ Տողատակում ասվում է, երբ տեխնոլոգիաները չեն կարողանում կանգնեցնել հրթիռները, իշխանությունն անցնում է սմարթֆոնների դեմ պայքարի։ Իրականությունը թաքցնելն այլևս հեշտ չէ, քան երկիրը պաշտպանելը։ Հոդվածը սուր հարված է հասցնում սոցցանցերի այն կեղծ պատկերին, որը տարիներով ստեղծվել է Դուբայի շուրջ։ Մինչ մարդիկ նկուղներում թաքնվում են, ինստագրամյան աստղերը շարունակում են գովազդել անհոգ կյանքը։ Սա ցույց է տալիս, որ ամեն ստեղծել է տեղեկատվական տոտալիտարիզմի մի նոր տեսակ, որտեղ դրական կոնտենտը պարտադիր պետական պատվեր է։ Ազատ ծրագրության բացակայությունը Դուբայը վերածել է մի մեծ շոումենի շոուի, The Truman Show, որտեղ կուլիսների հետևում հրդեհ է։ Թայմը բացահայտում է ԱՄՆ-ի երկակի ստանդարտները։ Մի կողմից Դուբայը ներկայանում է որպես համաշխարհային խաղաղության եւ բիզնեսի հանգույց, մյուս կողմից նույն այդ բիզնեսից գոյացած գումարներով ֆինանսավորում է ցեղասպանությունը Սուդանում։ Տողատակում հստակ ուղերձ կա։ Այն արյունը, որը ամեն թափում է Աֆրիկայում, հիմա վերադառնում է իր դուռը իրանական դրոնների տեսքով։ Սա էգզիստենցիալ հաշվեհարդար է։ Դուբայի երբեք չի ունեցել հայրենասեր քաղաքացիներ, այն ունեցել է հարմարվող բնակիչներ։ Հենց վտանգը դարձավ իրական, այդ հազարավոր մարդիկ սկսեցին փախչել։ Սա ցույց է տալիս, որ արհեստական պետությունները չունեն ներքին դիմադրողականություն, Իրանը դա շատ լավ գիտի, նրանց պետք չէ նվաճել Դուբայը, նրան պետք է միայն վախեցնել այնտեղի փողատերերին եւ քաղաքը կդատարկվի ինքնաբերաբար։ Դուբայը հայտնվել է իր իսկ ստեղծած թակարդում, փորձելով լինել աշխարհից դուրս, նա դարձավ աշխարհի ամենաարյունոտ հակամարտությունների մասնակիցը։ Հիմա, երբ պատերազմը թակում է նրա ապակե երկնաքերերի դռները, պարզվում է, որ այդ երկնաքերերը չունեն հիմքեր, իսկ ամենաանվտանգ քաղաքը պարզապես մի բանտ է, որտեղ արգելված է նկարել սեփական փլատակները։